Փարքնժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնածռերին։ Այն որ Հայաստանը դիվանագիտությամբ չի զբաղվում, դա վաղուց երևացել է, որովհետեւ Գաղութը իրավունք չունի դիվանագիտական, կարող է մենք դեսպանատներ ունենք տարբեր երկրներում, միևնույն է հրահանգը, թե ում հետ ինչ պետք է խոսենք, ինչ պետք է պայմանավորվենք, միշտ Կրեմլից է եկել թույլտվությունը, ում հետ պետք է բարեկամություն հաստատենք կամ ինչ կարող ենք հարաբերվել, ինչ փոխանակել, հասկանում եք, գովերքել կամ չգովերքել, տվյալ պետության հետ կապված հարցերում այդ պետությանը կարող է պետք է քննադատել, քննադատենք։ Եվ անգամ դե Ռոբերտի Սերժիկի Լևոնի օրոք այդպես է եղել։ Սրա օրոք որքան էլ տարօրինակ է, ասենք ես համոզված եմ, որ ճիշտ է Իլհամը անզուսպ ադելություն ունի հայերի հանդեպ, անզուս երբեմն զգացվում է, որ չի կարողանում զսպել եւ վրիպում է ինքը, ասենք դիվանագիտական հարթակներում վրիպակներ է թույլ տալի, որ եթե Հայաստանը լուրջ իշխանություն ունենա, կարող է այդ փաստով Ալիևին խնդիրներ առաջադրել։ Հա, համոզված է, որ Նիկոլը իր ամեն ինչ ասած անում է, ապահով է, բայց միջազգային հարթակներում դա մի օր իր դեմ է շուռ գալու։ Բայց այս մի արտահայտությունը, երբ որ այդ սահմանազատումով Նիկոլը բանը չէ, հաղթաթուղթեր ցույց տալի, սա ամենապով սահմանն է, որտեղ են սպիտակությունները դրել էր, չէ։ Լավ, ինչու է Ալիևը այդ սահմանազատումը այս կարգի ծաղրում։ Ես գիտեմ ինչի է ծաղրում, բայց հետաքրքիր է, չէ, ասենք ինքը, ասենք Նիկոլը իր բոլոր այն որ փրշտում է, ասենք ոչ միայն առողջություն է ասում, այլ նաև ասում է, հեն կարող է ինչ-որ բան էլ ցանկանում ես դրա հետ։ Այդ կարգի է, ինքը ինչու է Նիկոլին անդադ խոցում, դարձնում խոցելի Հայաստանի ներսում նաև։ Որովհետև ինքը եթե ցանկանում է Նիկոլին պահել, իսկ ինքը ցանկանում է։ Ուրեմն ինքը պետք է կեղծ շփիտներով, սիրաշարելով ասի, այ Նիկոլի օրոք նոր կարողացանք հասնել անի, ասենք խաղաղության, հիմա մենք հայերի հետ բարեկամություն ենք անելու, մենք գնալու ենք, իրենք գալու են, այսպես արտահայտություններ կարող է անել։ Բայց չէ, ընդհակառակը, ասենք, այնպիսի արտահայտություն անում, որը դիվանագիտական չէ եւ որը հարվածում է Նիկոլին։ Բայց եւ ինքը դրանով ուզում է ստուգել Հայաստանում, թե մարդիկ ինչ կատեգորիայի են, էլի, հասկանում եք։ Երբ որ ինքը սահմանազատում է, ասում է դա ոչ թե ինչ-որ պայմանավորության կամ ինչ-որ փոխադարձ, չգիտեմ, համաձայնության, ասում է, որ գիտեք ինչպես, ասենք օրինակը բերեմ։ Ոնց որ մեկը ինչ-որ մեկին ասի, կարաս գլուխդ պատին տաս, օրինակ հարցնի էլի։ Կարող ես գլուխդ պատին տալ, նայել ասի, հա, ասի դե դու գնա գլուխը տա պատին։ Պատկերացնում եք, այդ կարգի ապուշ պետք է լինել, էլի, չէ՞ որ առաջարկանեն, գնաս անես։ Դուրս է գալիս այդ սահմանազատումը, ասենք Ալիևը, վայ ասել է, կարես անես, արա, ես էլ արել է։ Բայց գիտեք ինչ է Ալիևը դրա հանդեպ այդպես բան չի։ Որովհետև դա Արևմտյան Ադրբեջան խոսույթի մեջ չի տեղավորվում։ Ինչ սահմանազատում։ Ինչն է ընչից սահմանազատում։ Դա ինքը այդ տարածքը, որտեղ մենք ապրում ենք, համարում է Ադրբեջան արևմտյան։ Դու Ադրբեջանից սահմանազատում ես, այ Նիկոլ։ Հասկանում եք, խնդիրը սրա մեջ է, որ Նիկոլին հերթական անգամ, այսինքն, հա, ասել է զբաղվել է, բայց ինքը դրան ուշադրություն, երբեք Ալիևը այդ սահմանազատումից չի խոսել։ Չէ, ասում են անկլավները տանք, անկլավները վերցնենք։ Ալիևը տալուց ոչինչ չի խոսում։ Կոնկրետ Արևմտյան Ադրբեջանով է առաջ գնում։ Ճիշտ է, նա հասկանում է, որ եթե անգամ Հայաստանում բոլորը բութ լինեն, Նիկոլն էլ ասենք ասի, ես Հայաստանը քեզ եմ տալիս, հարկում ենք Արևմտյան Ադրբեջան, դա մենակ այդ երկուսի ցանկությամբ չի կարող լինել, որովհետև Հայաստանի գոյությունը մենակ հայ ժողովրդին չի ձեռնտու։ Էլի պետություններ կան, ժողովուրդներ կան, որ նրանց ձեռնտու է, նրանց անվտանգության շահերից է բխում։ Էլ չթվարկեմ այդ պետությունների անունը։ Այսինքն Իլհամը հասկացել է, որ որքան էլ Նիկոլը տալիս է, տվող է, անիկնասեր է, միևնույն է աշխարհում կան պետություններ եւ ղեկավարներ, որոնք իրեն խանգարելու են։ Օրինակ հենց Իսրայելի ցեղասպանություն ճանաչել է հայոց։ Հասկանում դա արդեն պատնեշ դնել է նշանակում։ Վերջ, ինչ արիր, այստեղից սպասի կանգնի։ Արդեն քո ժամը կանգնում է, օրինակ։ Ենթադրում եմ։ Կարող է նաեւ ուրիշ խաղ լինել։ Բայց ես երբեք ցեղասպանություն ճանաչող պետությանը չեմ ծաղրի, չեմ անտեսի, կարող է նեղվեմ, ասեմ,
տղա դու պետք է շուտ անեիր դա։ Այ դու բայց ինքն վիշտը հարգել է։ Ես դեմ գնամ այդ երևույթին կշանակի, որ ես ինքս չեմ հարգում իմ վիշտը։ Հիմա տեսնում եք, թե Ալիևը որքան է արդեն բաց։ Այն ժամանակ էլ ծաղրում էր, չէ՞, ասում էր Նիկոլնով է, որ ասում մի կոլխոզ չի ղեկավարել, ասում 4 հոկանոց բրիգադ չի ղեկավարել։ Ինքը ոնց կարող է երկիր ղեկավարի։ Միշտ է ասել, բայց նման բանը, որ մարդկանց տներից կդրես, չէ՞, Կիրանցում մարդկանց տներից հանես, զորով ստիպողաբար գերեզմաններից կդրես, մշակույթի այդ հավատքի կենտրոններից կդրես, բերես էսկոմ սպիտակցություն դնես, Իլհամ Նասիր դե ես ուղղակի նենց իմիջայլոց էի ասել, վերցրեց արեց։ Սա դուք պատկերացնում եք Նիկոլը ով է ինքը ընդհանրապես։ Պատկերացնում եք, չէ՞, որ իր համար կապ չունի հայրենիք պետություն, մարդկային կյանք, երեխեք, հա սրբություն, գոյություն չունի այդ մարդու համար։ Այդ մարդը ոչ միայն ասենք ամբարոյից են կոմ ինչ է լինում, այ դա է ինքը։ Հիմա ես ինչ որ ասեմ, սա Նիկոլագանի գլուխը չի մտնում։ Միևնույն է ինքը խաղաղություն բառը որ լսում, ինքը որ պատերազմի մեջ, սոված ծարավ, սենց կուճեկած լինի տանը, կրակոցներ գլխի վերևով, հա, այսինքն արկընկն իր տանիքի մեջ, հա տանել հաս չլինի ուտելու, բայց որ Նիկոլը հերթացուցով ասի, ես խաղաղություն եմ բերել, ես բանը հարստություն եմ բերել, նրա գլուխ մտնելու է, բայց ոչ որ ասում ոչ տաշտի մեջ հաց կա, ոչ էլ երկինքը խաղաղ է, այդ մարդը հավատալու է։ Այդ մարդուն խաղաղություն հետույքից էլ կարող ես մտցնել։ Այդ մարդը այդ կատեգորիան է, աշխարհի բոլոր հասարակարգերի մեջ կա, դա մենակ հային հատուկ չէ։ Դա տեսեք Ռուսաստանում ինչ է կատարվում։ Մենք մեր զոմբիներից ենք խոսում, այնտեղ սարսափելի վիճակ է։ Ռուս հասարակությունը ավելի ծանր վիճակում է, քան հայ հասարակությունը։ Ու ասենց թողենք Նիկոլը մեզ պատվազուրկ է անելու, հետո միջազգային հարթակները մեզ ասեն, դե դուք այն տղեն չէիք, որ կոպիտ եմ ասում, որ Նիկոլեիք հանդուրժում։ Ձեզ էս էլ է շատ։ Հա, կլինի Հայաստան, ապրեք, բայց ձեզ չենք տա էս, որովհետև ձեր ինչին է պետք դուք չեք կարող տիրություն անել։ Դրա համար ազգային ուժ գոյություն ունի, որի անունը ազգային ժողովրդարական բևեռ է։ Ոչ թե նախկինների պես ասեն, բանը, դե Արցախը Հայաստան չի, անկախ պետություն է։ Հասկանում եք, կամ չգիտեմ, այն պայմանավորությունները, որ Պուտինի հետ Նիկոլը ունի, կամ չգիտեմ, ես միջը դու դրանք ոչ ենք չեղարգելու։ Ռոբերտ Քոչարյանի ասած էշ խոսում են, բայց դա իրեն էլ է վերաբերվում, հենց Ռոբերտ Քոչարյանին։ Որովհետև հանդուրժել Նիկոլին Պուտինի պարտադրում նշանակում է թույլ տալ, որ Նիկոլը բարձրանա ձեր շալակը։ Էսեք դուք։ Իսկ Սասնացորը դա թույլ չի տալիս։ Բանտում կնստի կմնա, բայց իր ասածին կմնա։ Մեղայականով դուրս չի գա, մեղա չի գա։ Սա է Սասնացորը։ Իսկ եթե ուզում ես ապրել իսկապես խաղաղ ու արժանապատիվ եւ հզոր, դու պետք է Սասնացորի հետ համագործակցես։ Խոյ եմ եղեք։